Ճնշումս իջել է, սրտխփոցներս կարգավորվել է, ինսուլինիս մակարդակն է իջել է։ Բարիատրիկ վիրահատության շնորհիվ 34-ամյա բուժառուի կյանքի որակը բարելավվել է։ Ճարպակալումը, զարկերակային գերճնշումն ու մի շարք այլ խնդիրներ արդեն անցյալում են։ Ես նիհարել եմ 16 կիլոգրամ 1.5 ամսվա ընթացքում, սա էլ իմ առաջվա նկարը, ես 91 կիլոգրամ էի կշռում, իսկ հիմա արդեն կշռում եմ 75 կիլոգրամ։ Տեսախցիկից դեռ խուսափում է, ասում է առաջնայինը առողջական, հետո միայն էսթետիկ խնդիրները լուծելն էր։ Single port անվանումով բարիատրիկ վիրահատությունը կատարվել է առանց կտրվածքների, չկան նաև սպիներ։ Հայաստանի Հանրապետությունում եւ մեր կլինիկայում արդեն իսկ իրականացրել ենք 2 վիրահատություն նման եւ իրենց ելքերը համադրելի են սովորական տրադիցիոն լապարասկոպիկ եղանակի հետ, պացիենտների տևողությունը ներհիվանդանոցային գտնվելու 2 օրից ավել չի եղել։ Մեր տարածաշրջանում ըստ մեր ունեցած տվյալների մենք առաջինն ենք, ով կատարել է նման վիրահատությունները։ Վիրահատությունը իրականացվում է բժշկի ցուցումով միայն, հիմնականում կանանց, որոնք չեն ուզում ունենալ հետվիրահատական սպիներ։ Մեր եղանակը հիմա, որը ներդրել ենք ու արդեն իսկ 2 պացիենտ վիրահատվել են, դա 1 անցքի միջոցով կատարվող վիրահատությունն է, այսպես կոչվող 1 դոստուպով վիրահատությունները, single port, որոնք կատարվում են միայն պորտի միջոցով, այսինքն պորտի մեջտեղի հատվածից արվում է կտրվածք եւ տեղադրվում է հատուկ փափուկ կոնսիստենցիայի 1 ընդամենը տրոակար, որի միջոցով մի քանի անցքեր ունի եւ որի միջոցով արվում է այդ վիրահատությունը։ Այդ կտրվածքի չափը մոտավորապես 2-ից 2.5 սանտիմետր է եւ այն անցնում է հենց պորտի մեջտեղի հատվածով։ Բարիատրիկ վիրահատությունների ոսկե ստանդարտը ստամոքսի երկայնակի մասնահատումն է, ստամոքսի ամբողջ ծավալի 80%-ի կորստով։ Եվ 2 եղանակով բերում է դա մարդու նիարմանը, առաջի եղանակը դա ծավալի փոփոխությունն է, որը շատ անգամ ավելի փոքր է եւ մենք չենք կարող ֆիզիկապես մեծ ծավալի սնունդ ընդունել, եւ երկրորդը, երբ որ ֆունդալ հատվածում, հատակի հատվածում կան հատուկ գրիլին հորմոն, քաղցի հորմոն, այսպես կոչվող հորմոն արտադրող հատված, եւ այդ հատվածի հեռացում է տեղի ունենում։ Հետվիրահատական շրջանում բուժառուն պետք է հետևի որոշ խորհուրդների, առողջական խնդիրներից խուսափելու եւ էսթետիկ տեսքը պահպանելու համար կարեւոր է ունենալ սննդի ընդունման հստակ չափաբաժիններ։ Նարեկ Ոսկանյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։